Կտրիչ ներսիսյանական անաստվածության ու հակաքրիստոնեական դարաշրջանի ավարտն անխուսափելի է։ Երեք բարձրաստիճան հոգևորականի կոչումը գետնով տված մեկը, ով դեռ 30-ի ասուլիս տալու խոսում է մեր իշխանության լեգիտիմության մասին, ու սա այն բանի ֆոնին, երբ ընդամենը 3 օր առաջ Մայրաթոռում տեղի ունեցած երկու կարևոր իրադարձություն ցույց տվեցին կտրիչի լեգիտիմության զրոյական մակարդակը։ Նախ նախատեսված էր Գերագույն հոգևոր խորհրդի ժողով եւ դրան զուգահեռ Մայրաթոռի բակում պետք է տեղի ունենար հավաք ի պաշտպանություն կտրիչ Ներսիսյանի, սակայն երկու միջոցառումներն էլ ձախողվեցին։ Առաջինի դեպքում հոգևոր խորհրդի անդամները չներկայացան եւ նիստը չկայացած, իսկ երկրորդի դեպքում էլ, ինչպես տեսակ, հանրությունը պարզապես չգնաց կտրիչին աջակցելու։ Այս երկու ձախողումները խոսում են այն մասին, որ եթե կտրիչը նախկինում ապա լեգիտիմ էր հանրության շրջանում, ապա հիմա նա կորցրել է իր լեգիտիմությունը նաեւ ներսում բարձրագույն հոգևոր դասի շրջանում։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։